Հռոմի պապերը միշտ մերձավոր արևելյան քաղաքականության մեջ շատ ուրույն դեր են խաղացել, ավանդաբար այդպես է, եւ հիմա էլ նոր Հռոմի պապը բնականաբար շարունակում է այդ գիծը։ Տեսեք, Հռոմի պապի այցը Թուրքիա նաև պետական արարողակարգի տարերով էր, որովհետև Աթաթուրքի դամբարանին այցելելը պետական արարողակարգի կարևոր մաս է։ Ինչ վերաբերում է Սահակ պատրիարքին, ընդ որում Հռոմի պապը այցելեց հայկական եկեղեցի եւ պատրիարքի հետ համատեղ ուրեմն նրանք աղոթեցին։ Սա մեսիջ էր, որ հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից եւ այլն, ողջույնը Գարեգին վեհափառին փոխանցելը դա եղբայրաբար ողջույն է, որտեվ բարձրաստիճան հոգեվորականները իրար եղբայրներ են, այլ ոչ թե այսօրվա պես իրար դեմ բանսարկողներ եւ այլն։ Եվ Սահակ պատրիարքի հանգամանքը, որ լուրերով տարածվեց, բնական է, որ Հռոմի պապի այցի պարագայում, եթե այցը ունի նաև կրոնական բաղադրիչ, այնտեղ ուշադրություն դարձրեք, նաև հունած տիեզերական պատրիարքի Պարդուվեմոսի հետ էր հանդիպում եւ կրոնական ենթատեքստ կար, եթե չեմ սխալվում, Նիկեայի ուրեմն ժողովի որ ամյակներ ինչ որ համատեղ աղոթք եւ այլն, բայց որի հետ տարաձայնություններ են նաև ունեցել կաթոլիկ ուղղափառ աշխարհները բնական, բայց այնուամենայնիվ այս հոգևորի ու քաղաքականինը իրար միահյուսված է եւ այցը Հռոմի պապի որ ասենք ուղակի որպես ուխտավոր գնացել էր Թուրքիայում որոշակի սրբավայրեր, դա մեծ միամտություն կլինի։ Իսկ Սահակ պատրիարքի պարագայում մի դրվագ եմ ուզում հիշել, նա նույնպես Գարեգին վեհափառի զավակներից է եւ կարծում եմ շատ երախտապարտ է գոնե մինչև որոշակի ժամանակ Գարեգին վեհափառին եւ ունի մի հոդված գրված Գարեգին վեհափառի մասին գովերքելով կոչվում է նաեւ վերնագիր եմ շում վեհափառի աչքերը։ Այն նրանք ովքեր հիմա ուզում են հակադրություն ասեն, այ տեսեք Սահակ պատրիարքին բայց Սահակ պատրիարքը չգնաց, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստամբուլ։ Ոչ մի հայ հոգևորական նրան չդիմավորեց։ Այդ թվում Սահակ պատրիարքը չէ դրսում էր։ Այդ ժամանակ կարող էր, չէ, օրինակ Էրդողանը ասել արի Անկարա, ինչպես հրավիրել է, ես ինչու շեշտեցի, բայց Հռոմի պապի դեպքում Էրդողանը մեր պատրիարքին հրավիրում է Անկարա, որովհետև Թուրքիայում 3 փոքրամասնությունները օֆիցիալ ճանաչված են կրոնական հայ առաքելականները, հույն ուղղափառներն ու հրեաները, հետեւաբար Հռոմի պապի այցի ժամանակ տնաբանական էր, որ այդ երկու փոքրամասնությունների հայ առաքելականների եւ հույն ուղղափառների հոգեվոր լիդերները պետք է լինեին հանդիպեին Հռոմի պապի հետ